Արտաքին հետախուզության ծառայության համաձայն TRIP ուղի ծրագրի իրագործումը Հայաստանի հարևան պետությունների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ, շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում։ Ըստ զեկույցի այն կարող է համաչափ զարգացման հնարավորություններ ստեղծել Արևմուտքում Հայաստան-Թուրքիա եւ Արևելքում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջանների բնակչության համար, սահմանի երկու կողմում։ Նշվում է նաեւ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապուղիների վերականգնումը տարածաշրջանում մարդկանց բեռների ու ծառայությունների ավելի արագ ու ծախս արդյունավետ շարժ իրականացնելու հնարավորություն կընձեռի, ինչը կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունը ու միջազգային գրավչությունը։ Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում 2025 թվականի վերջին գնաճը 3.3% է եղել, նոյեմբերի 3.1%-ից հետո։ Եվրասիական զարգացման բանկի տեսության մեջ նշվում է, որ դեկտեմբերին գրանցված որոշակի արագացումը պայմանավորված է սննդամթերքի արժեքով։ Դեկտեմբերին այն 4.3% է եղել, նախորդ ամսվա 3.8%-ի համեմատ։ Այս ցուցանիշի աճը կապված է համաշխարհային գների դինամիկայի հետ։ Դեկտեմբերին ծառայությունների ոլորտում գնաճն արագացել է 3.1%, նախորդ ամսվա 2.9%-ի համեմատ։ Միջազգային բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին սպառողական գների աճը կպահպանվի կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշին մոտ 3.1%, 3.3%-ի մակարդակում։ Հայաստանից արտահանվող ապրանքների ընթացակարգը կխստացվի։ Վերջին շրջանում Հայաստանից արտահանվող բուսասանիտարական հսկողության ենթակա բեռներում ներմուծվող երկրի կողմից կարանտին վնասակար օրգանիզմներ էին հաճախակի հայտնաբերվում, ինչը խնդիրներ էր առաջացնում հայկական ծագման բեռների անխափան արտահանման գործընթացում։ Գործադիրը որոշել է խնդրի լուծման համար առավել արդյունավետ մեխանիզմներ կիրառել։ Արտահանումից առաջ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծում կիրականացվի։ Նախատեսվում է նաև պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունն ու վաճառքը սահմանել որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։ Վերջին շրջանում դրանց արտադրությունը, շրջանառությունն ու կիրառումն աճել է։ Պատշաճ կանոնակարգման բացակայության պայմաններում այդ նյութերի ոչ վերահսկելի արտադրությունն ու վաճառքը լուրջ վտանգներ են ստեղծել մարդու եւ կենդանիների առողջության ու շրջակա միջավայրի համար։ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նախագծին առաջին ընթերցմամբ ազգային ժողովում կողմ քվեարկեցին իշխանական ու Հայաստան խմբակցության падգամավորները։ Որևէ падգամավոր օրինագծին դեմ չի եղել։ Ներքին գործերի նախարարությունից զգուշացնում են, Հայաստանում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային գողություն։ Հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեք SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։ Նրանք արդեն կարողանում են թիրախավորել բջջային օպերատորների միջև գործող փոստային ծառայությունը եւ որսալ միջազգային բջջային ընկերությունից ուղարկված SMS հաղորդագրությունները։ Իրավապահները խորհուրդ են տալիս երկփուլանի անվտանգություն միացնել։ Նույնիսկ եթե հանցագործներին հաջողվի մուտք գործել ձեր հաշիվ, նրանք չեն կարողանա օգտագործել այն առանց ձեր սահմանած PIN կոդի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։